Սիրելի բարեկամներ, մենք գտնում ենք Լոռվա հրաշագեղ բնության մեջ մի վայրում, որտեղ որ ժամանակին նկարահանվել է նաև Լալվարի որսը ֆիլմը, որ ստեղծված էր մեր մի շատ հայտնի գրողի Վահան Միրաքյանի մեկ ստեղծագործության հիման վրա, եւ սա գտնում ենք մի վայրում, որտեղ ծնվել, մեծացել են Երզնկյանները հայտնի, Արամայիս Երզնկյան, Յուրի Երզնկյան, նրանց զավակները, եւ այս հրաշագեղ բնության մեջ մենք կպատրաստենք ձուկ, կարմրախայտի մի տեսակ, որը ժամանակին թերևս բռնել են նաև Երզնկյանների նախնիները, որ թերևս կերել են նաև Վահան Միրաքյանի ժամանակակիցները, եւ որը մենք կպատրաստենք իհարկե օգտագործելով երկու կարևոր բաղադրիչ, մեկը դա ձուկն է, մյուսը տնական կարագը կամ սերուցքը, որով մենք կպատրաստենք։ Հիշում եք, որ մեր հաղորդումներից մեկի ժամանակ մենք պատրաստեցինք կաթնային լոգանք ընդունած Կլեոպատրա հավը, այժմ կպատրաստենք կաթնային լոգանք ընդունած Կլեոպատրա ձուկը։ Սկսեցինք։ Մենք այստեղ կօգտագործենք երկու տիպի սոխ, կարմիր սոխ եւ սպիտակ սոխ։ Կարմիր սոխը արդեն մաքրել ենք, մաքրում ենք, սպիտակ սոխը մաքրել ենք, արդեն կարմիրը հիմա կմաքրենք։ Մանր կկտրատենք, թավայի վրա կտեղափոխենք, որից հետո ձուկը կկարմրացնենք, ինչպես որ լոգանքի ժամանակ է լինում։ Սկզբից ինչ է, մարմինը տաքացնում են, մենք կտաքացնենք ձկան մարմինը, կշփենք համեմունքներով, աղով եւ ուրցով, որից հետո ինքը կընդունի կաթնային լոգանք։ Մենք պետք է հիմա ձուկը կտրատենք այն չափով, որ մեզ անհրաժեշտ է ուտելու համար, եւ ասեմ, որ այս ընթացքում մեզ նաև նոր հյուրեր ավելացան, դրա համար նախատեսված ձկների քանակը նույնպես շատացավ, եւ մենք 3 ձուկը կմասնատենք 5-ական կտորի թերևս, իրեն կշաղախենք աղ եւ ուրցային համեմունքային այդ լուծույթի մեջ, որից հետո իրեն կտաքացնենք, այսպես ասած, մարմինը մեր Կլեոպատրա ձկան, հետո հետ կտեղափոխենք սոխը եւ մաղադանոսը կրկին անգամ մի փոքր կստանանք այս թավայի մեջ սխտորով բնականաբար, որից հետո մենք արդեն կավելացնենք մեր մնացած բաղադրիչները։ Հիմա սկսենք ձկից։ Հեռուստադիտող, հիմա մենք ավելացնում ենք ձիթապտղի ձետ, այնքան որ մի փոքր իր մակերեսը ծածկի եւ տեղափոխում ենք ձկները։ Հիմա մենք քանի որ գտնում ենք բնության գրկում եւ մեր ձեռքի տակ ինչ որ ունենք, դա պիտի օգտագործենք առաջին իսկ հնարավորությունը։ Ահա այսպես։ Իրեն նաեւ իդեպ հետաքրքիր այս փշատերև ծառի համը կտա, որպես պատառաքաղ իրեն օգտագործենք։ Գիտեք, որ պատառաքաղը ընդամենը մի 500 տարվա պատմություն ունի, հետևաբար եթե նախկինում ձուկ պատրաստեն, չի բացան, որ այսպես է կօգտագործեին։
Այսպես փորձենք հասկանալ ինքը կարող ենք շուռ տալ թե չէ։ Հրաշալի։ Մի փոքր ուղենք մեր թավան։ Ահա այսպես։ Կրակը բավական հետաքրքիր է և թույլ է տալի, որ շատ արագ պատրաստվի։ Ավելացնում ենք սոխը։ Ավելացնում ենք մաղադանոց և մեր սերուցքը։ Ավելացնում ենք սերուցքը։ Սիրելի բարեկամներ, ինչպես գիտեք, կանայք նախընտրում են ոչ միայն լոգանք ընդունել, այլ նաև դեմքերին դիմակ դնել, տարբեր դիմակներ են դնում, նույնիսկ վարունգային, մածնային, ձիթապտղային, մենք այստեղ փշատերևով մի հատ դիմակ դրեցին Կլեոպատրայի դեմքին և մնացած մասերին, հիմա սա կգնա վառվելու, հիմա տեսնում ենք իր վրա կիտրոնային դիմակը, ահա, փայլուն, շքեղ, Կլեոպատրան հրաշալի կիտրոնա սերուցքա մաղադանոսային լոգանք ընդունեց, հիմա տեսնենք ինչպիսին է այս Կլեոպատրայի համը, ինչպես գիտեք տղամարդիկ նախընտրում են կնոջ բույրը, հոտը և համը, տեսնենք ինչպիսին կլինի նաև իր համը։ Մեր Կլեոպատրա ձուկը պատրաստ է, այստեղ նույնիսկ մաշկազերծ է եղել այս հատվածում, որից հետևում է, որ ինքը ամենալավ հատվածն է թերևս, հիմա փորձենք, ահա այսպես, նույնիսկ անհրաժեշտությունը չկա, որ իրեն դանակով էլ առանձնացնենք, նկատում ենք, որ արդեն իսկ ինքը լավ առանձնացած է, ահա տեսեք, ինքը արդեն պատրաստ է և գնաց փորձարկումը։ Մեղմ, հաճելի, նուրբ, կանացի համով մեր այս ձուկը պատրաստ է ընդգրկվելու YouTube-յան և Facebook-յան Երկիր մեդիա հեռուստաընկերության ալիքներում, որ դուք կարող եք ըմբոշխնել ամեն շաբաթ օր Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։ Սիրելի հեռուստադիտող, չենք մոռանում, մեր քայլերից մեկը այն է լայքել և հավանել Facebook-յան և YouTube-յան էջը և ամեն շաբաթ հետևել ամենաազգային հեռուստաընկերության Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարին և մնացած հաղորդաշարին, որոնք հեռարձակվում են Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերով։